սա այս Թրամփի նախաձեռնությունը ըստ էության ամերիկացիների Հայաստան-Ամերիկ հարաբերությունների մեջ երկրորդ դեպքն է, առաջինը Վիլսոնի մարդասիրական օգնությունն էր, նա հումանիտար էր, պետական մակարդակ չբարձրացավ, երկրորդ անգամ Ամերիկան ձեռք է մեկնում Հայաստանի Հանրապետության եւ օժանդակում է, այստեղ անշուշտ երևի նաեւ մեր ամերիկահայ ուրեմն հայրենակիցների ուրեմն բարևարք տարիների աշխատանքի համակրանքը կա հավանաբար, ինչ որ միջափով կա ու կա, եւ ուրեմն այս բան է Հիմա ասեցի, բայց հարցը իրենց օժանդակությունը չի այլևս, լինելու է, անխուսափելի է եւ դա Հայաստանի առջեւ բացում է ժամանակակից պետություն դառնալ 49 տարի ասվեց, չէ։ Դա շատ երկար տարիներ է, եթե մենք կազմակերպված ժողովուրդ եւ հասարակություն լինենք, մենք կունենանք գերժամանակակից Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիշեցնեմ մի կանխատեսում, որ ձեզ մոտ արել եմ անցած տարի եւ երկար ժամանակ եմ բնտել, որ Հայաստանը վերածում է այսօր Կովկասի բանալի պետության key state-ը եւ օրինակն էլ վերել եմ, որ այնպես ինչպես Լեհաստանն է արևելյան Եվրոպայում, այդպես էլ Հայաստանը կարող է լինել եւ դա դառնում է եւ դա անխուսափելի է եւ ոչ մեկը այդ process չի կարող կանգնեցնել հիմա սա օբյեկտիվ հնարավորություն է որ տրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմա ինչ կանոն ենք դա կռեալիզացնենք ասենք եթե ընդհանրենք ավելի որակով անենք գուցե եւ օժանդակության չափն ու ձևն էլ վերանայվի շատացվի թե կկրճատվի որովհետեւ եւ այլն այսա կարծում եմ սրա վրա պիտի մենք կենտրոնանանք բայց որպես գիտության մարդ նաեւ ասեմ հետեւյալը որ մենք չունենք նման համալսարաններ որոնք կարող են սպասարկել ամերիկյան այդ օժանդակությունը երևի թե պիտի դիմեն նաեւ Սփյուռքին որ հայ երիտասարդներ կան տղաներ, աղջիկներ, լեզուների դրսից էլ այսպես որոնք ունեն այդ կրթական ցենզը, բայց դա հարցի լուծում չի, որովհետև ես ինչքան հասկանում եմ, սա շատ լայնամասշտաբ օժանդակություն է, համագործակցություն, փոխշահավետ Եվ նաև ինչու՞ չէ բոլորը որ ասում են աշխատատեղեր, տեխնոլոգիաներ, ինչ ասեմ, ամերիկյան տեխնոլոգիական ուրեմն օժանդակություն է, ով էլ դրա որակն ուզում իմանա, թող հիշի ուրեմն մատուրոին եւ հիշի կես ժամանած օպերացիան, որտա բաները չեն արել, ուրուգվայցիկ չեն արել կամ ուրիշ պետություն, ուզում եմ ասել, սրա մասին պիտի մտածենք եւ ես պնդում եմ, որ նաև Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական մասը մեզ խիստ անհրաժեշտ է մեր գիտությունը տեխնոլոգիական իր տեսական մասով ֆիզիկա քիմիա հատկապես հաշվիչ եւ այլն էլ ինչ որ կա եւ լեզուներ առաջին հերթին անգլերեն հայերենի լավագույն իմացության որի մասին քիչ շատ խոսել ենք խիստ անհրաժեշտ է համալիր մոտեցումով այս վիճակը շտկել դա տարիների աշխատանք է պահանջում եւ այստեղ այդ բաներով այս ուրեմն սկոբուսով օտարի համար հոդված գրելով ոչինչ չի ստացվի որտեղ այդ բոլորը բանը Քամի ռեֆորմներ են, ինչ որ արվում է, իբր թե ռեֆորմներ են, հասկանաք ոնց, այսինքն մենք հիմա ունենք մի օժանդակություն, որը պիտի լինի, մնացածը տեխնիկական մասերը, ամեն գերատեսչություն, ամեն հիմնարկ ինքը դրանք կանի, չէ, եւ նաեւ ուրեմն սա արևմտյան տիպի հասարակություն ստեղծելու հնարավորություն է, որը մենք հնուց եղել ենք, մենք քրիստոնեական քաղաքական պետություն ենք Հռոմի բանի հետ, այս արմատները չպիտի մոռանալ, այսինքն մենք տիպիկ այդ բան ենք, այդ հասարակությունը ստեղծած ժողովուրդ ենք, ուրեմն սա պիտի մեզ նաև ոգևորի, բայց ոչ լոպազանալու, գլուխ գովելու համար, ոգևորի կպած այս գործն անենք, որ տեղի արտադրություն բան արվի, եւ տեղի հումքի եւ այլն ինչքան հնարավոր է, երևի դա մարմիններ կանեն, բայց տեղից կրգումները շատ լինեն, դա մեր շահը կլինի, եթե չկանել, պիտի ամերիկացին հետ աշխատել, այս մասերն ավելացնել եւ այդտեղ քթի տակ է հենց ինչպես ասեցի բանալի պետությունը ինչ է նշանակում ինչու է այդպես ասում ինչու եմ ասում
որտեղ բանալին ռևանշիստներ ասում են գբացի մարտադաշտ կարող է այդ իրենց է թվում, իրենք այդ մարտադաշտը Դոնբասում է, ռուսները Խերսոնից դուրս չեն գալու, թող հույս չունենան, իրենք էլ նրանք են, ավելի լավ է իրենց կարողություններն էլ վերեն ներդնեն երկիրը զարգան, ասե 20 թվից որ ասածն է ճիշտ եղել, որ հիմա դալին, ուղղակի խանգարում են, հոգեբանական վիճակ են առաջացնում Որում հուշում են, որ կա հնարավորություն իրենց այլ փոփոխություն լինի եւ Միացյալ Նահանգների Պիտի լինի, Թուրքիային վաճառի, պիտի լինի, Թուրքիային ոչ մեկը ոչինչ չի վաճառում, հիմա այսպես է հարցը, ամբողջ Հայաստանը Ռուսաստան էր, հիմա դրա մասին մի անգամ ձեն չեն հանում, Թուրքիային գլը մեզ է լինելու, մեր խնդիրը այն չի, որ մեկից վերցնենք, մեկի տանք եւ այլն, մենք պետք է լինենք, բայց եթե փոխշահամավետ տնտեսական տեխնոլոգիական համագործակցություն է, ուրեմն պիտի արվի։ Հիմա ես այդ դեպքում մի բան ասեմ ձեր ասածի վրա։ 1920-22 թվերին Հայաստանն ու ինչ որ էր սովետական որ դարավ եւ Թուրքիայի հանրապետություն իրար այդ տեխնիկական նույն մակարդակի վրային մեր մտավորականություն ավելի լավ վիճակում էր առաջի հանրապետության կառավարությունը հիմա թուրքական համալսարանների հետ համեմատելու բան ունեն հա ունեն բայց ինչի մասին է խոսքը Ռուսաստանն ունի լավ Ռուսաստանն ունի Անընդհատ մենք ռուս չենք, հիմա ռուսների հարցն չկա, ես մի բան ասեմ, մեր տեսակետը որն է, խոսքը այն չի, որ մենք Ռուսաստանի հետ պետք է հարաբերվենք, բայց չափ կա, ձև կա, այնպես ինչպես մի անգամ ասել եմ, Անգոլայի հետ հարաբերություն չունենանք, պիտի ունենանք, ինչի մասն է խոսքը, այդ մնացածն էլ Թրամփ իրեն չի հարցնում, եթե Մադուրոին բան չհարցրեց, իրենց բան է հարցնելու Դրա ավելի լավ չի, որ տրամադրվենք, նաև իրենց երեխեքն են, չէ փողատերեր երեխեքը հիմնականում, իրենց տղաներին, աղջիկներին է տրամադրեն գիտելիք ունենան, ընդգրկվեն հայրենիքի տեխնոլոգիական վերազինման վերաշինության մեջ, ինչ ասես խոսում են, դրա համար ռևանշիստ են, ինչ ասեմ, կարծում եմ, որ մենք և ինչ էի ուզում ասել, ճիշտ է, որ վարչապետն է, բոլորը մեր կողմից խոսում են, որ մեջը ստրատեգիական բան չկա, անշուշտ չկա արտաքնապես, իմ կարծիքն այդպիսին է, որովհետև ես եմ երևի Հայաստանի Հանրապետությունում միակ դոկտորը, որ աշխարհաքաղաքականությունից դոկտորական դիսերտացիա բայց խոսքը ինչի մասին է, սա հսկայական անվտանգության ռեսուրս է բերում, հետո պետք է այս վերաշինության ժամանակ այդ նախաձեռնությունների վրա ուրեմն հարցակվի, փչացնի եւ այլն, Ալիևը ձեզ օրինակ, աստիճանաբար պիտի նահանջեն համաձայնվել, հիմա այսինքն մենք ստանում ենք կայունություն, ստանում ենք անվտանգություն, դա իհարկե բացարձակ չի, բայց շատ ավելին է, քան երբևէ եղել է առաջի հանրապետության շրջանում եւ Ղարաբաղյան շարժումից սկսած այս կողմ Հիմա պետք է օգտվենք վիճակից թե չէ, պոզիտիվ պետք է լինի մտածողությունը, մենք քննադատեք, անընդհատ քննադատեք, այն ականջ մյուս թևից բռնած սեղմելով գալիս են, տեսեք ինչպես կարող եք ընդգրկվեք, ինչպես է հնարավոր իրավական պետություն պիտի կայանա, չէ, որովհետեւ այդ մեխանիզմներն աշխատեն, իրավունքի գերագայությունը պետք է ապահովվի, կլանային չպետք է լինի, սա Ամերիկան է օգտվենք առիթից թե չօգտվենք, ինչի մասն է խոսքը, դրա համար մեծ հեռանկարներ կան, ասեցի դրա համար ինչ կանով կօգտվենք, դա մեր ազգային պոտենցիալի հարցն է, կարծում եմ, որ ես բարակայում օրինակ մի բան եմ մտածել, մի քիչ վերացական կարող է թվալ, որտեղ մեր բուհերը չեն կարող սպասարկել, ի վիճակի չեն, անկախ տեսկոպուսի համար ինչքան հոդված են գրել տալիս, ինչ են անում եւ ինչի համար, որը ոչ մեկը չունի բացատրություն, ինչու են միացնում, ինչու են անջատում։ Հիմա այս հարցը դնում են կողքի, բայց համալսարանը պիտի վերականգնվի առաջին հերթին իր ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներով, գերժամանակագից, կենսաբանության, մանկավարժականը պիտի իսկական այդ մանկավարժական կրթության կենտրոն լինի, որի խնդիրը ոչ թե դաս սովորեցնելն առաջին հերթին գիտելիք տալն է, ասում են
չգիտեմ ինչ ահենք եւ այլն։ Մեր կրթությունն ու գիտությունը պետք է գիտելիքա հենք լինեն, մանկավարժություն կլինի, ինչ կլինի, որովհետեւ տակ չտանք, ինչպես ասում են, կներեք բառի համար։ Հիմա մի բան եմ մտածել, որ կարելի է երևի քննարկել։ Երևի թե անշուշտ ես այն սպյուրքից այն օգնության ձևեր ինչպես որ եղել է մենք տեսանք ինչ խայտարակության է վերածվել եւ այն ժամանակին չէ եղել որովհետեւ շատ այնքան ինֆորմացվեցինք որ հիմա գերհագեցած ենք կարելի ասենք մտածում եմ ամերիկահայության մտավորական մասի առաջնորդությամբ առաջարկել Հայաստանում բացել հայկական իսկական համալսարան ներսից դուրս փոքրից մեծ տակից վրա եւ անը մի հատ գեր ժամանակակից համալսարան այս կարելի է կարծում եմ սպուրկը կանի իր հայ մասնագետներով հայ գուցե օտարներ են լինեն մեծ համալսարաններ են պետք եթե չի լինելու համալսարան Հայաստանը չի վերակառուցվելու անկախ թե Սկոպուսի համար գիտության պետական կոմիտեն ումից ինչքան հոդված կուզի ինչ կանի չի անի մեզ էքսպերիմենտալ գիտություն է պետք տեսական քաղաքագիտություն է պետք գործնական քաղաքագիտություն է պետք ժուրնալիստիկա է պետք լրագրություն է պետք գեր ժամանակակից պետք է վազենք էլի վազենք բայց այն չէ որ ընկնենք մոտերս ջարդենք ուզում եմ ասած սա մոդերնիզացիայի տեսություն է ոչ ինչ որ ասեցի դրա պահանջները Հարավային Կորեան արել է, Գերմանիան արել է, Ավստրիան արել է, Հարավային Կորեան մեր նման երկիր եղել, կլան եւ այլն։ Հիմա մենք ինչպեսի փուլում ենք ձեր գնահատմամբ, TRIP-ի այդ ծրագրի հետ կապված։ Հիմա երկրի շուրջ աշխարհակահաղական միջավայրը բարելավվել է, ասեմ մենք ունենք դաշնակիցներ, հիմա ինչ կանով է բավարարում, ինչ կանով չի, Ռուսաստանն է ճար չունի Հայաստանում ներքին բացի խժդժություններ օգնելուց անելու։ Մի օր էլ ինքը դեմոկրատական երևի կդառնա, այն ժամանակ մենք նաև կվերանայենք, կանենք եւ այլն, որտեղ դեռ խնդիր չունենք։ Եվ ամբողջ աշխարհի հայացքը, հայության հայացքը շուր կգա դեպի Հայաստան եւ Հայաստան կայանա։ Դրա համար աշխատել է պետք։ Դրա համար ինչ է պետք հեղափոխություն եւ հեղափոխության առանց ուժերը ընտրություններին պիտի հաղթեն պիտի մոբիլիզացնել հասարակությունը ամբողջը որ նոր կուսակցություններ մտնեն խորհրդարան նոր մտքերով նոր տեսակետով քրիստոնեական արժեքներ տանեն խորհրդարան քրիստոնեական մշակույթին տեր լինեն եւ այլն ինչ որ կա եւ իհարկե տեխնոլոգիա բան է դրա մասին խոսք չկա այնպես որ մենք կանգնած ենք մեծ վերափոխումների հնարավորության շեմին պիտի անենք եւ առանց բաների էլի Իշխան Սաղաթելյանը հայտարարեց որ ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները եւ մեկտեղ են ուժերը միայն այս դեպքում այս իշխանությունը թույլ չեն տա վերարտադրվելու որ երկիր զարգանա դա էլի դից ասած դա չի լինելու Իրենք իհարկե միասին են գործելու միասին ուզում է առանձին գնան բան որտեղ նրանց ընդհանուր շահը մեկն է Հայաստանը չզարգանա եւ որպես օրենտացիան չփոխի եւ այլն ինչ որ է տանել բայց դրան գնաց կեսողությամբ գնացել երևի հասել է Կարամատույց հասնում է Կարամատույց խնդիրը դրա մեջ չի ես իրենց մոբիլիզացիայի մաս իրենք միշտ էլ մոբիլիզացված են ես եմ մի հատ էլ բան կճարեն ես եմ մի հատ arciepiskopos են ճարում, հետո քահանա են ճարում, հետո մի տարի վազում է։ Ես իրենք ինձ հետաքրքիր չեն, բացարձակ ասեմ ձեզ, իրենք անցյալի ուժեր են եւ նաեւ հազար մի հարցեր կան։ Այլ այն նրանք ովքեր պետությունը պաշտպանեցին, անվանենք պետականակիր ուժերը քաղաքական։ Ինչքանով կկարողանան լայն ճակատով համագործակցաբար գնան ազգային ժողովի ընտրություններ, այստեղ է մեր հաջողությունը։ Իրենք մեր անհաջողությունն են։ Դժբախտաբար այդպես է ստացվել։ Լավ կլներ ու այդպես չլներ։